2025 թվականի մայիսին Ռուսաստանի դաշնային բյուջեի նավթագազային եկամուտները կրճատվել են 35.4%-ով, 793.7 միլիարդից հասնելով 512.7 միլիարդ ռուբլու։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը։ Նվազման հիմնական պատճառներից է համաշխարհային հումքի գների անկումը։ Եթե մարտին եւ ապրիլին եկամուտները գերազանցել էին 1 տրիլիոն ռուբլին, ապա մայիսին դրանք կրկնակի անկում են գրանցել։ Հունվար-մայիսին ընդհանուր ցուցանիշը կազմել է 4.24 տրիլիոն ռուբլի, 37.4%-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը չի բացառում պետական բյուջեի կանոնում փոփոխություն, ազգային բարեկեցության հիմնադրամից միջոցների օգտագործման սահմանային գնի վերանայմամբ։ Ներկայումս այդ շեմը սահմանված է $60 1 բարելի դիմաց։ Վերջին 24 ժամում Գազայի հատվածում Իսրայելի օդային եւ ցամաքային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի, եւս 440-ը վիրավորվել են։ Այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Իսրայելի բանակը նախազգուշացրել է Սովի եզրին գտնվող պաղեստինցիներին հեռու մնալ դեպի ամերիկյան աջակցությամբ գործող Gaza Humanitarian Foundation-ի օգնության բաշխման կետերից պաշտոնական հաղորդագրության այս կետերը մի ամբողջ օր փակվելու են վերակազմակերպման եւ արդյունավետության բարձրացման աշխատանքների համար։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը պատրաստվում է քվեարկել հրադադարի եւ մարդասիրական մուտքի պահանջով բանաձևի շուրջ, սակայն սպասվում է, որ ԱՄՆ-ն կրկին կօգտագործի վետոյի իրավունք փոխանցում է Al Jazeera-ն։ Հոկտեմբերի 7-ից սկսած պատերազմում Գազայի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է առնվազն 54.607 պաղեստինցի, վիրավորվել 125.341-ը։ Իսրայելում զոհերի թիվը 1139 է, ըստ Իսրայելի տվյալների Համասի հարձակումների հետևանքով ավելի քան 200 մարդ առևանգվել է։ ԱՄՆ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները վերածվել են ֆարսի եւ միակ կողմը, որն իրականում ձգտում է խաղաղության Ռուսաստանն է։ Սա պարզապես ֆարս է, միակ կողմը, որ ցանկանում է խաղաղություն Ռուսաստանն է։ Ուկրաինայի ղեկավարությունն ակնհայտորեն չի ուզում դա։ Նրանք ղեկավարում են գերեզմանոց, երկրում այժմ ապրում է 2022-ի բնակչության կեսից պակասը, նշել է Մակգրեգորը իր YouTube-յան ալիքում։ Նրա կարծիքով Կիևի գործողությունները միտված են նրան, որ համոզեն ԱՄՆ-ին ներկայիս ուկրաինական վարչակարգը դեռ աշխատում է։ Նա հավելել է, որ թե Արևմուտքը, թե Ուկրաինան չեն ցանկանում ընդունել իրականությունը։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայացել էր ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել էր ընդամենը 1 ժամ։ Կողմերը ներկայացրել էին հրադադարի վերաբերյալ միմյանց առաջարկները եւ համաձայնության եկել գերիների փոխանակման հարցում։ Ուկրաինայի իշխանությունները չեն քննարկում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, քանի որ դա կհանգեցնի երկրի նկատմամբ վերահսկողության կորստի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի խոսքերը փոխանցում է TASS-ը։ Նա ընդգծեց Կիևի մերժումը ընդունելու բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ժամանակավոր հրադադարի առաջարկը։ Իրավիճակը մեզ ցույց է տալիս, որ այսօրվա Կիևի ռեժիմը բացարձակապես խաղաղության կարիք չունի, նրա համար խաղաղության հաստատումը կնշանակեր իշխանության կորուստ եւ թվում է, թե իր դիրքերի պահպանումն ավելի կարևոր է ուկրաինական ղեկավարության համար, քան քաղաքացիական բնակչության բարեկեցությունը, որոնց նա հավանաբար չի ընկալում որպես իր սեփական քաղաքացիներ, ընդգծել է Պուտինը կառավարության նիստում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունն այսուհետ եւս անվերապահորեն կաջակցի Ռուսաստանի Ուկրաինայի իրադրության եւ այլ հարցերում։ Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կառավարությունն այսուհետ էլ անվերապահորեն կպաշտպանի Ռուսաստանի դիրքորոշումն ու արտաքին քաղաքականությունը, բոլոր լուրջ միջազգային քաղաքական
գործողության հարցերում առաջին հերթին Ուկրաինայի շուրջ կորեա-ռուսական միջպետական պայմանագրի հոդվածները պահպանելու պատասխանատվությամբ հաղորդում է գործակալությունը։ Գործակալության տվյալներով հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխհամագործակցության հարցեր։ Բացի այդ տեղի ունեցել երկու երկրների կարծիքների լայն փոխանակում, Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման եւ միջազգային ու տարածաշրջանային իրադրության շուրջ եւ հաստատվել է դիրքորոշումների լիակատար համընկնում, հաղորդում է գործակալությունը։ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի վրեժ լուծել Ուկրաինայի Սարդոստային Պուտինի համար խորաման գործողության համար, որը լուրջ հարված է հասցրել ռազմական ավիացիայի ռուսական բազաներին։ The Moscow Times-ին ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ռուսաստանը միանշանակ պատասխան գործողություններ կձեռնարկի, հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ անանունության պայմանով։ Նրա խոսքով դա կարող է ներառել Ուկրաինայի տարածքում էլ ավելի զանգվածային ավիահարվածներ։ Նա հավելել է, որ լրացուցիչ տեղեկություններ ունի պատասխան գործողությունների Մոսկվայի հնարավոր նախապատրաստությունների մասին, սակայն հրաժարվել է մանրամասն հայտնել։ Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է վնասել ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ, հայտնել է աղբյուրը։ Նա չի հաստատել արդյոք գաղտնի գործողության նախապատրաստման ժամանակ օգտագործվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական տվյալները Մոսկվայի կողմից էսկալացիայի վտանգ միշտ կա, ամփոփել է նա։ Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հանդիպման առանցքային թեմաներն են արդյունաբերության, մասնավորապես ծանր մեքենաշինության ոլորտում համագործակցությունը, օդային երթևեկության ազգային համակարգերի ներդաշնակեցումը, առողջապահության ոլորտում փաստաթղթերի ստորագրումը, միջսահմանային համագործակցությունը, ԱՊՀ երկրներում ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրադրության վերահսկման միասնական համակարգի զարգացումը։ Այս իշխանության առջև խնդիր է դրվել դրսից Ադրբեջանից եւ Թուրքիայից քանդելու միակ եւ հաստատուն հաստատությունը, որը դարերով կանգուն է եղել։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով Ռուսաստանի ճնշմամբ կաթողիկոսը հրաժարական կտա։ Եվ կաթողիկոսը ինքը հեռանար հանուն նրա, որպեսզի փրկվեր եկեղեցին, որտեղ ակնհայտ է, որ իր դեմ կան կոմպրոմատներ։ Ակնհայտ է, որ առանձին եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների դեմ կան կոմպրոմատներ։ Լավ, ենթադրենք կան այդ կոմպրոմատները, եթե դրանք ջրի երես չելնեին կամ այդ չդառնային թիրախային, կարելի էր դրանց հետ մի կերպ ապրել, որտեղ այս դարում սրբակյաց եւ իրականում սուրբ մարդիկ շատ քիչ են եւ լավ չի, որ այդպես է, բայց հիմա կարելի էր մի կերպ համակերպվել դրա հետ հանուն այսպես կառույցի անսասանության։ Բայց հիմա երբ դա թիրախավորվում է եւ օգտագործվում է որպես գործիք եկեղեցին քանդելու, եկեղեցին պիտի արագ ինքը ինքնամաքրվի, մաքրի իրենք հասկեղային բջիջներից, որպեսզի դա չդառնա այսպես բռնելու կետ իշխանության եւ թշնամու համար քանդելու եկեղեցին եւ հետեւաբար քանդելու վերջին ազգային ինստիտուտը։ Բայց դա չի արվում եւ դա չի արվելու։ Փոխարենը մենք լսում ենք մեկից մյուսը հիմար պատասխաններ, հիմար արդարացումներ եւ այս գործընթացը ցավոք սրտի շարունակվելու է։ Սա հանգեցնելու է նրան, որ եկեղեցուն ներսում բարեփոխման չկամության համառության եւ նաեւ անդիմության եւ անկամության արդյունքում եկեղեցին ծնկի է բերվելու։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025 թվականի մայիսին Հայաստանում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 4.3%-ով։ Հատկապես աճել են սննդամթերքի գները 7.4%-ով, բանջարեղենը թանկացել է գրեթե 30%-ով, իսկ ձուկն ու ծովամթերքը ավելի քան 20%-ով։ Առողջապահության գները աճել են 3.4%-ով, իսկ տրանսպորտի սակագները 4.2%-ով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։ Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զանգը տևեց մոտավորապես 1 ժամ 15 րոպե, նշել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ Պուտինի հետ քննարկել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը ռուսական օդանավակայանների վրա, ինչպես նաև երկու կողմերի կողմից իրականացված այլ հարձակումները։ Թրամփը շեշտել է, որ բանակցությունները լավ էին, բայց այնպիսի զրույցներ չէին, որոնք կհանգեցնեն անհապաղ խաղաղության։
Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների եւ մագնիսների արտահանման սահմանափակումները սկսել են լուրջ հետևանքներ թողնել գլոբալ ավտոարդյունաբերության վրա։ Եվրոպական մի շարք ավտոմասերի գործարաններ արդեն դադարեցրել են արտադրությունը, իսկ Mercedes-Benz-ը քննարկում է պահուստային լուծումներ խուսափելու նյութական դեֆիցիտից։ Չինաստանը արտադրում է աշխարհի հազվագյուտ մետաղների մոտ 90%-ը։ Դրանք անհրաժեշտ են էլեկտրական մեքենաների, չիպերի, ավիացիայի եւ ռազմական տեխնիկայի արտադրության համար։ Ֆորդի ֆինանսական տնօրենն ընդգծել է, որ սահմանափակումներն ավելացրել են բյուրոկրատիան, առաջացնելով անորոշություն ամբողջ շղթայում, հայտնում է Reuters-ը։ Եվրոպական մատակարարների ասոցիացիան հայտնում է, որ բազմաթիվ մատակարարներ դիմել են արտասահման արտոնագրի համար, սակայն դրանցից միայն քառորդ մասն է հաստատվել։ BMW-ի մի մասը ազդել է, սակայն գործարանները դեռ աշխատում են։ Mercedes-ը պահուստներ է կազմում հնարավոր ճգնաժամից խուսափելու համար։ Տարբեր երկրներ սկսել են նոր մատակարարման աղբյուրներ փնտրել Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար, սակայն մասնագետները նշում են, առաջիկա 3 տարիներին այլընտրանք չկա, բացի Չինաստանի հետ պայմանավորվածության հասնելուց։ Այժմ քննարկվում է հարցը Դոնալդ Թրամփի եւ Սի Ցինփինի առաջիկա բանակցությունների օրակարգում։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը օտարերկրյա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում գտնվող թուրքական ռազմական ներկայությանը։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Թուրքիան քրդական ուժերի դեմ մի շարք խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսը դեռևս Սիրիայի նախկին նախագահի ժամանակաշրջանից փաստացի հայտնվել էր թուրքական բանակի վերահսկողության տակ։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թուրքիայի զինված ուժերը դուրս կգան Սիրիայից, քանի որ ներկայիս Սիրիայի իշխանություններն ունեն բարիդրացիական հարաբերություններ Անկարայի հետ։ Թուրքիան կվերագնահատի Սիրիայում իր ռազմական վիճակը, երբ ահաբեկչական սպառնալիքն ամբողջությամբ վերացվի, սահմանների անվտանգությունն ապահովվի, իսկ փախստականներն ապահով վերադառնան իրենց տներ, նշել է նա։ Նշենք, որ չնայած քրդական ուժերին հասցված ծանր կորուստներին, նրանք դեռևս Սիրիայի որոշ շրջաններում պահպանում են ներկայություն։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խորհրդակցել է գործընկերների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործ ունենալու վերաբերյալ հունիսի 5-ին նախատեսված իր առաջին հանդիպումից առաջ։ Նա Գերմանիայի իր դաշնակիցներին հստակեցրել է, որ չի հակաճառի Թրամփին, ի տարբերություն Վլադիմիր Զելենսկիի, որի փետրվարյան այցն ավարտվեց սկանդալով, հաղորդում է Bloomberg-ը։ Գերմանիայի մի պաշտոնյա գործակալությանը հայտնել է, որ Մերցին խորհուրդ են տվել թույլ տալ Թրամփին վարել զրույցը եւ ոչ մի դեպքում չընդհատել նրան։ Եթե կանցլերը ընդհատում էր նախագահի ելույթը, նրան խորհուրդ էին տվել մեղմել իրավիճակը, գովաբանելով ամերիկացի քաղաքական գործչին։ Ինքը Մերցը, ով կարող է լինել տաքարյուն եւ ագրեսիվ քաղաքական գործիչների հետ շփվելիս, խոստացել է, որ բացահայտ չի հակաճառի Թրամփին, ինչպես դա արեց Զելենսկին, գրում է գործակալությունը։ Վաշինգտոն կատարելիք այցից առաջ Մերցը զրուցել է եվրոպացի գործընկերների հետ, ովքեր կարողացել են լավ հարաբերություններ հաստատել Թրամփի հետ։ Մասնավորապես կանցլերը խորհուրդ է խնդրել Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնիից եւ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինային հրավիրել է Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։ Այս մասին Ռյուտեն հայտարարել է կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հունիսի 5-ին կայանալիք հանդիպումից առաջ մամուլի ասուլիսում։ Ես Ուկրաինային հրավիրում եմ գագաթնաժողովին, մենք շուտով նրան կներկայացնենք ծրագիրը, ասել է Ռյուտեն։ Նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կհիշատակվի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, սակայն ընդգծել է, որ թեման կքննարկվի։ Գլխավոր քարտուղարի խոսքով գագաթնաժողովն ամբողջությամբ նվիրված կլինի դաշինքի ռազմական կարողությունների եւ ծախսերի ավելացմանը։ Ռուսաստանը կարող է մարտի դաշտում օգտագործել մարտավարական միջուկային զենք ի պատասխան ռուսական օդանավակայանների վրա ահաբեկչական հարձակման։ Այս մասին Daily Mail-ին հայտնել է բրիտանացի գնդապետ Ռիչարդ Քեմփը։ Պուտինը բազմիցս զգուշացրել է, որ պատրաստ է մարտի դաշտում օգտագործել այսպես կոչված տակտիկական միջուկային զենք, հաճախ այդ սպառնալիքները հնչեցնելով պետական վերահսկողության տակ գտնվող ռուսական լրատվամիջոցներում իր կամակատարների միջոցով։ Ըստ թերթի հոդվածի ամերիկան բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժի Ռուսաստանի մարտավարական միջուկային զենք կիրառել։ Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տատանվել է Եվրոպան պաշտպանելու իր երկրի հանձնառությունից, ուստի Ռուսաստանը կարող է որոշել, որ արժե ռիսկի դիմել։
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 3-ից դադարեցնել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։ Նշենք, որ դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որին ԲԴԽ-ն հղում է կատարել Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ, սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող երկու անշարժ գույք, 1 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք, 1 գնման իրավունք, 38 միլիոն 118 հազար դրամ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ, 5 միլիոն 255 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում 2024-ից 2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 6-ին Աբխազիայի արտաքին գործերի նախարար Օլեգ Բարցիցի հետ քննարկի անվտանգության ոլորտում համագործակցության եւ համատեղ սոցիալ-տնտեսական նախագծերի իրականացման հարցեր, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հունիսի 6-ին Մոսկվայում կկայանա հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի եւ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջև, ով այս տարվա ապրիլին պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։ Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի լայն շրջանակ, որոնք կրում են դաշնակցային բնույթ։ Կքննարկվի տարածաշրջանային եւ միջազգային օրակարգը, շեշտը դնելով անվտանգության ոլորտում համագործակցության եւ համատեղ սոցիալ-տնտեսական նախագծերի իրականացման, ինչպես նաեւ Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդման վրա, ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար եւ չի կնքի գործարք Միացյալ Նահանգների հետ առանց պահպանելու իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորությունը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանը թանկ է վճարել այս հնարավորությունների համար եւ չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, ովքեր մեր երազանքը իրականություն դարձրին։ Կրկնում եմ, առանց հարստացման, առանց գործարքի, առանց միջուկային զենքի, առանց գործարքի, գրել է նա X-ում։ Գերագույն ռադան երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել է Ուկրաինայի բյուջետային օրենսգրքի փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի իրականացման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ Ռադան վերջապես հաստատեց բյուջետային օրենսգրքի փոփոխությունները, որոնք ուղղված են համաձայնագրի իրականացմանը։ 309 պատգամավոր քվեարկեց կողմ, երկրորդ ընթերցմամբ տեքստում գրեթե ոչինչ չի փոխվել, գրել է նա իր Telegram ալիքում։ Ավելի վաղ Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն նշել էր, որ համաձայնագրի պայմանները կյանքի կոչելու համար Ուկրաինան ստիպված կլինի փոփոխություններ կատարել ոչ միայն բյուջետային օրենսգրքում, այլև հնարավոր է հարկային օրենսգրքում եւ մի շարք այլ ֆինանսական օրենսդրության փաստաթղթերում։ Ժելեզնյակն իր հերթին նշել է, որ Ուկրաինան ստիպված կլինի փոխել մոտ 20 օրենք Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը կյանքի կոչելու համար։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների համար նոր հանդիպումների ժամկետները կախված են կողմերի պատրաստակամությունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այստեղ հավանաբար քիչ հավանական է, որ որևէ ցիկլ կարող է ստեղծվել, ասենք ստանդարտացված ցիկլ։ Դա կախված է կողմերի պատրաստակամությունից շարունակելու յուրաքանչյուր փուլը, լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ բանակցություններ են իրականացվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի կազմակերպման շուրջ, եւ այդ ընթացքում իրենք ընդունելի ժամկետները կհասկանան հաջորդ հանդիպումների համար։ ԱՄՆ Սենատը պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Ըստ հատուկ ներկայացուցիչի անցած շաբաթ նա այդ հարցը քննարկել է սենատոր Լինսի Գրեհեմի հետ։ Նա կարծիք է հայտնել, որ սենատորները պատրաստ են գործելու։ Նրանք այն անվանել են 2025 թվականին Ռուսաստանի պատժամիջոցների ակտ, եւ ես կարծում եմ, որ Գրեհեմն արդեն պատրաստել է դրանք ընդունման համար, ասել է Քելոգը։ Նա ավելել է, որ այս սահմանափակումները շատ կոշտ են լինելու։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ առաջընթաց է տեսնում Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Այս մասին հաղորդում է 10 հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Մայիսի վերջին Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր դժկամությունը բացատրեց նրանով, որ դրանց խստացումը կարող է վնասել ուկրաինական հակամարտության շուրջ, ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությանը։ Պարզապես այն փաստը, որ եթե ես կարծում եմ, որ մոտ եմ համաձայնության, չեմ ուզում այն փչացնել, ասել է Թրամփը։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են 6 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս տարվա հունիսի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11-ից մինչև 19 ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 6 ինքնաթիռ անօդաչու թռչող սարքեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի քան 150 տարի առաջ Հայաստանում հիմնադրված ռուսական ամենահին բնակավայրերից մեկը նոր մանկապարտեզ կունենա։ Հունիսի 2-ին տեղի է ունեցել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի նոր մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիտկինը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը, Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ռոսատոմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինը, Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը եւ տեղական համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևը։ Այս մասին հաղորդում է Եվրոմեդիա 24-ի թղթակիցը։ Նախագիծն իրականացվում է Ռուսաստանը ձեզ հետ է նախաձեռնության շրջանակում Ռոսսոտրուդնիչեստվոյի ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպության հատուկ նախագծերի եւ գործարար համայնքի հետ համագործակցության հանձնաժողովի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ։ Մանկապարտեզը նախատեսված է թվով 50 երեխայի համար եւ զբաղեցնելու է 400 քառակուսի մետր տարածք։ Մանկապարտեզի հիմնարկեքի կապակցությամբ Ֆիոլետովոյի մոլոկան բնակիչներին ուղերձ է հղել Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը նշելով. «Դուք պետք է իմանաք, որ Ռուսաստանը հիշում է ձեզ, Ռուսաստանը սիրում է ձեզ եւ Ռուսաստանն անչափ գնահատում է ձեզ։ Դուք պահպանում եք մեր ավանդույթները, լեզուն։ Դա մեծ սխրանք է եւ այս նախագիծը եւս մի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես է պետք դա անել»։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում նշել է, որ նոր մանկապարտեզի հիմնադրումը երեխաների ու ընտանիքի պաշտպանության հարցում Ռուսաստանի առանցքային ազգային առաջնահերթությունների արտացոլումն է։ То, что мы открываем здесь сегодня, это, конечно, очень важно. Детский сад, это, об этом здесь не нужны комментарии. Вчера мы отмечали все День защиты детей. И в своем приветствии по случаю этого праздника президент России четко обозначил, что продвижение семейных ценностей, создание условий для реализации таланта детей – это ключевые национальные приоритеты. И вот то, что происходит здесь сегодня, это иллюстрация хорошая этих слов. Я хочу пожелать, чтобы вот тот детский сад, который, я уверен, будет построен и будет играть очень важную роль в жизни малаканской общины, стал примером очень хорошей, успешной
инвестиции в наше общее будущее Малаканской общины, в будущее Республики Армения и, конечно, в будущее российско-армянских отношений. Փարիզը մտադիր է 2026 թվականին Կիևին լրացուցիչ 200 միլիոն եվրո հատկացնել ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի եւ Ուկրաինայի վարչապետներ Ֆրանսուଆ Բայրոյի եւ Դենիս Շմիգալի միջև Փարիզում կայացած բանակցություններից հետո Ֆրանսիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ Նպատակն է 2026 թվականից սկսած Ուկրաինայի տնտեսության կարևորագույն ենթակառուցվածքներին եւ առաջնահերթ ոլորտներին աջակցելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնել 200 միլիոն եվրոյի չափով, ասվում է տեքստում։ Փարիզը նախկինում նմանատիպ նպատակների համար հատկացրել էր 200 միլիոն եվրո։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են քննչական կոմիտեից։ Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին եւ միայն 2 տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում։ Այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում։ Ըստ մամուլի գործը հարուցվել է Սամվել Բաբայանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների եւ հոկտեմբերի 26-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։ Մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Այս մասին ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը եղել է գրեթե 174,000 դրամ, 2025 թվականի ապրիլին 304,000 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 70%։ Փաշինյանի խոսքով նույն ժամանակահատվածում կൂട്ടակային գնաճը կազմել է 25%։ Սիրելի ժողովուրդ, փակեք ձեր ականջները, մի լսեք Նիկոլին եւ կտեսնեք իրականությունը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նրա խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արածները կապ չունեն իր խոսքերի հետ։ Ինքը միշտ ասում է, ինչ ժողովրդի մեծամասնությունը այդ պահին ցանկանում է լսել։ Իր հայտարարություններն ու բանավոր խոսքերը ոչ մի կապ չունեն իր իրական քայլերի հետ։ Ես միշտ այս օրինակներ եմ ասում եմ, սիրելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ։ Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք կազմելու համար մի հատ առաջարկում եմ ձեզ փոքր վարժություն։ Փակեք ձեր ականջները, ոչ մի բան մի արեք, պատկերացրեք դուք չեք լսում իրեն։ Մենակ նայում եք։ Այսինքն տեսնում եք այն ինչա կատարվում երկրում, փոփոխությունները, դրական բացը։ Մի լսեք, փակեք ականջները։ Դուք կտեսնեք, որ գործ ունեք շարքային, փողոցային, ամենավերջին սուտասան շարլատանի հետ։ Պետք է ընդամենը 2 մատով փակել, որոշ ժամանակ հետևել տեղի ունեցող։ Իսկ ինքը շատ լավ գիտի, ինչ եք ուզում լսել դուք այդ պահին, թալանը, խաղաղությունը, Ռուսաստանն է մեղավոր, նախկինները, այս սաղ, վերջում իմաստն է, որ ինքը ուղղակի շարունակի մնալ այդ աթոռին սոսնձված։ Թեհրանը պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգների կողմից առաջարկված տարածաշրջանային ուրանի հարստացման կոնսորցիումի ստեղծումը որպես Վաշինգտոնի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի մաս, բայց միայն այն դեպքում, եթե այն գործի Իրանի տարածքում։ Կողմերը կարող են շարունակել բանակցությունները արդեն այս շաբաթվա վերջին։ Հաղորդում է Axios-ը, հողմանելով անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։ Եթե կոնսորցիումը գործում է Իրանի տարածքում, այն կարող է դիտարկվել, սակայն եթե այն գտնվում է երկրի սահմաններից դուրս, այն անպայման դատապարտված կլինի ձախողման, ասել է պորտալի աղբյուրը։ Axios-ը հաղորդում է, որ կոնսորցիումը, որը բացի ԱՄՆ-ից եւ Իրանից կներառի Սաուդյան Արաբիան, Արաբական Միության Էմիրությունները, Քաթարը եւ Թուրքիան կգործի միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուշների հսկողության ներքո եւ միջուկային վառելիք կմատակարարի այն երկրներին, որոնք ձգտում են զարգացնել իրենց քաղաքացիական միջուկային ծրագրերը։ Պորտալի տվյալներով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Ստիվեն Ուիտկովի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ կարող է տեղի ունենալ այս առաջիկա շաբաթվա վերջին Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։
Կանադայի Սասկաչևան նահանգում անտառային զանգվածային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 400 տուն, իսկ իշխանությունները տարհանել են 9000 մարդու, հաղորդում է CBC-ն։ Ռեգինա Լիդեր Post թերթը մայիսի 30-ին հաղորդել է, որ Սասկաչևանի պաշտոնյաները արտակարգ դրություն են հայտարարել արագ տարածվող անտառային հրդեհների պատճառով, որոնք այդ պահին ստիպել էին տարանվել ավելի քան 8000 մարդու։ Ավերվել են ավելի քան 400 բնակելի շենքեր եւ շինություններ, տարհանվել է 9000 մարդ, ասվում է զեկույցում։ Հերոստալիքի տվյալներով նահանգի վարչապետ Սկոտ Մոուն հայտարարել է, որ տարհանվածների թիվը առաջիկա օրերին կարող է հասնել 15000-ի։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հունիսի 4-ի ցերեկը 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հունիսի 5-ին 7-ից 9-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ից 7-ին գիշերը եւ կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի ցերեկը առանձին հատվածներում անձրևները կլինեն հոլդառատ։ Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը կնվազի եւս 2-ից 3 աստիճանով։ 5-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։